Նոյեմբերի 20-ից 30-ը ջեռուցման կաթսաների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգից սկսած ընդամենը 129,000 դրամից։ Սև ուրբաթ, ուրեմն իդեալ։ Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում, մեր հյուրն է ռեգիոն գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը։ Բարև ձեզ, Տիկին Բաղդասարյան։ Տիկին Բաղդասարյան, ձեր կենտրոնը հայտնի է բավականին լուրջ հետազոտություններով, նախընտրական հետազոտություններով, ընտրությունների արդյունքներով, որտեղ շատ հետաքրքիր ձևով եւ հանրամատչելի բացատրվում է, թե այս կամ այն ուղղությունները, այն տեխնոլոգիաները, որոնք իրարվում են այդ թվում նաեւ տեղեկատվական ոլորտում, սոցցանցերի դերն է շատ կարեւոր իրականում ունեք ինչ-որ դիտարկումներ կապված 26-ի խորհրդարանական ընտրությունների հետ։ Քանի որ մենք արդեն կներեք գտնվում ենք փաստացի նախընտրական փուլում։ Այո, դա ճիշտ է, մենք արդեն բացել ենք, ես կասեի, որ այս տարվա մայիսից ենք բացել նախընտրական ժամանակահատվածը եւ ես պետք է ասեմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ սոցցանցերը ել ավելի ինտենսիվ են օգտագործվելու ընտրությունների ժամանակ որպես քաղաքական պայքարի ամենաարդյունավետ միջոցը, նույնիսկ ետևում թողնելով ավանդական մեդիան եւ հիմա շատ քիչ մարդիկ են, որոնք մտահոգվում են այն բանով, թե որ ԶԼՄ-ում նրանք որքան ելույթներ ունեցան, որտեղ ամենամեծ լսարանը ըստ էության Հայաստանում այսօր Facebook սոցիալական ցանցը ունի, որտեղ 1,600,000 օգտատեր կա, 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի, դրանք Հայաստանից։ Այո, Հայաստանից, օրիգինալ, այո, հենց հայաստանյան օգտատերեր են, 18 տարեկան եւ ավելի բարձր տարիքի, որոնք ունեն ընտրության իրավունք, այսինքն սա մի ահռելի վիթխարի լսարան է էլեկտորատի հետ աշխատելու, որը այժմ շատ ակտիվորեն ավանդաբար օգտվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, իշխող կուսակցությունը վարչապետի գլխավորությամբ եւ որը սոցցանցում Facebook-ում ամենամեծ լսարանը ունի, դա բնակչության մոտ 37%-ն է կազմում։ Նիկոլ Փաշինյանը։ Այո, բնակչության 37%-ն է կազմում, եթե մենք վերցնում ենք այն թվերը, վերջին թվերը բնակչության քանակի եւ այլն։ Դա Facebook-ում միայն։ Այո, միայն Facebook-ում։ Նույնիսկ կար 19 թվականին ռեյտինգներով Փաշինյանը մտել էր աշխարհի հանրահայտ լիդերների, առաջնորդների տասնյակում որպես ամենաակտիվ Facebook-յան օգտատեր, որը նաև ակտիվություն է արել ինտերակցիաների, այսինքն լսարանների հետ աշխատելու, լսարանների հետ հաղորդակցվելու, բաներ պայմանավորվելու, կազմակերպվելու եւ այլն, իհարկե հաշվի է առնվել 18 թվականի հեղափոխության այդ իրադարձությունները, բայց դրանից հետո նրա վարկանիշը իհարկե ընկավ եւ նա իհարկե միակ երկրի միակ ղեկավարը չի, որը այդքան ակտիվորեն օգտագործում է սոցցանցերը, հայտնի է, որ ավանդաբար, ասենք Հնդկաստանի նախագահն է միշտ առաջին բաները, այ վարչապետը առաջին տողերը գրավում եւ բայց հարաբերակցության նույնիսկ ես այն օրը հաշվարկում էի լսարանների ներգրավման բանով ազդեցության իմաստով, թե որքան մեծ են նրանց լսարանները բնակչության հարաբերակցությամբ, նույնիսկ ասենք 1 միլիարդ 420 միլիոն բնակչություն ունեցող Հնդկաստանի դեպքում նրա ղեկավարի ուրեմն հետևորդները 25% են մոտավորապես կազմում այդ բնակչության, մոտ 380 միլիոն հետևորդներ ունի իր եւ պաշտոնական եւ անձնական բաներում, էջերում, Փաշինյանին եթե հարաբերակցությունը վերցնում ենք մոտ 37%, բայց խնդիր կա, որ այս ակտիվությունը մարդկանց արդեն հոգնեցրել է ընդհանրապես սոցցանցերում, մարդիկ ավելի բովանդակային եւ ավելի նշանային ուղերձներ են սպասում եւ սա այն դեպքն է, երբ որ հակառակ ազդեցությունն է ունենում գերակտիվությունը,
ասենք հենց իշխող ուժի ներկայացուցիչների հակառակ ազդեցությունն է գործում ընդհանրապես լսարանների վրա, հատկապես եթե դրանք մղվում են ներքաղաքական պայքարի առումով, իսկ հիմնականում այդ ինտերակցիան ցանկացած քաղաքական ուժի տեղի է ունենում միայն սեփական լսարանների հետ հարաբերություններ ունենալով։ Ասենք սոցցանցերը ի սկզբանե պետք է ասեմ, որ ստեղծվել են շփումների համար, կարծիքներ ձևավորելու, մեկը մյուսի հետ շփվելու եւ այլն, այլ ոչ թե գրատախտակ որպես, որտեղ մարդիկ գալիս են կախում են իրենց կարծիքները եւ այնուհետեւ հեռանում են եւ չեն էլ հետեւում թե լսարանները ինչ ազդեցություն է թողնում կամ ինչ կարծիքներ են արտահայտում այդ մասին։ Մեր քաղաքական գործի այսօր Հայաստանը իհարկե Հայաստանում չկա քաղաքական մի ուժ, որը սոցիալական ցանցերից չի օգտագործում, պարզապես ակտիվության պիկը հենց ընտրությունների ժամանակ է, բայց դա էլ հակառակ ազդեցությունն է գործում։ Օրինակ մենք տվյալներ ունենք, որ 21 թվականի ընտրությունների ժամանակ, պաշտոնական քարոզչության ժամանակ ուժեր կային, որոնք մեկ օրում մինչև 54 նյութ էին տեղադրում իրենց էջերում, պատկերացնում եք այդ վիթխարի զանգվածը, որը որ առաջարկվում է լսարաններին, այդքանը մարսել հնարավոր չի։ Եվ դրանք հիմնականում բաներն էին, ընդդիմադիր ուժերն էին, ազգային ԱԺԲ-ներ, ԲՎՌ, այնուհետև Հայաստան դաշինքը, Պատիվ ունեմ դաշինքը, դրանք ամենաշատ նյութեր տեղադրած ուժերն են եղել, օրինակ 21 թվականի ընտրությունների ժամանակ, բայց հետադարձ կապի ազդեցության կամ ասենք դրանք տարածելու, շեյր անելու ալիքներով մարդկանց վրա ազդելու իմաստով ոչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը որ երկար ժամանակ ակտիվ օգտագործում է հենց Facebook սոցիալական ցանցը, ոչ էլ ընդդիմադիր որևէ ուժ, նրանք չեն կարողանում գրավել նոր լսարաններ։ Այսինքն խոսակցությունը սեփական լսարանների մեջ է, սեփական ընտրողների եւ սեփական համակիրների մեջ։ Իսկ մենք գիտենք, որ Հայաստանում կան շատ մարդիկ, հատկապես վերջին շրջանում, որոնք չեն կողմնորոշված, թե ում ընտրեն, օրինակ 26 թվականի ընտրությունների ժամանակ նախկիներին չեն ուզում, նորերից արդեն հոգնել են կամ նորերին գնահատում են ուժ, որ զիջել է Ղարաբաղյան հակամարտությունում դիրքերը, Հայաստանի դիրքերն է զիջում, Հայաստանը վատ վիճակի մեջ է, կան տարածված նման հանրային կարծիքներ եւ հետեւաբար այդ չկողմնորոշվածների հետ աշխատանքը այսօր էլ ըստ էության նորմալ հաղորդակցական ալիքներով տեղի չի ունենում ցավոք։ Տեսեք Տիկին Բաղդասարյան, դուք նշում եք եւս համամիտ եմ ձեզ հետ, որ մարդիկ արդեն հոգնել են, երբ որ շատ են քաղաքական գործիչները Facebook-ում, նույն Նիկոլ Փաշինյան ինքը շատ է Facebook-ում, ոչ միայն Facebook-ում։ Այո, օրը 3-4 նյութ է, նա բացի դրանից շաբաթը մեկ ասուլիս է տալի առնվազն կամ լրագրողների հետ շփվում, դա շատ է։ Հիմա ըստ ձեզ մասնագիտական հարց եմ ձեզ տալիս, եթե Նիկոլ Փաշինյանը սահմանափակի իր շփումը հանրային ելույթները, արդյոք դա վնասելու է Նիկոլ Փաշինյանին եւ ԿՊ-ին նախընտրական տրամաբանության շրջանակներում, թե դա բերելու է որոշակի դիվիդենդներ։ Սա շատ հետաքրքիր հարց է, ես էլ եմ իմիջայլոց այդ մասին մտածել, առաջինը, եթե նա այդպես վարվի, մարդկանց մոտ հարց կառաջանա, իսկ ինչ է պատահել, որովհետև սա ոչ թե նրա ձեռագիրն է որպես վարչապետ, այլ նրա որպես քաղաքական գործչի ձեռագիրն է։ Նա բոլոր ընտրությունների ժամանակ 17 օրինակ 17 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաակտիվ Facebook-յան օգտատերերից մեկն էր։ Մենք տվյալներ ունենք հավաքած եւ վիճակագրություն եւ երբ որ համեմատում ես, տեսնում ես, որ դա ձեռագիր է, սա վարվեցողություն է քաղաքական մարդկանց հետ շփվելու։ Եվ մյուս կողմից էլ մենք ունենք օրինակ հանրային կարծիքի հետազոտություն, սոցիոլոգիական լայնաշերտ հետազոտություն, որը 19 թվականին ենք իրականացրել, եւ մարդիկ խոսում էին այն ժամանակ դեռ 19 թվականին, երբ որ ընդամենը 1 տարի էր անցել հեղափոխությունից հետո, արդեն այն ժամանակ
կարծիքները մոտ համաչափ բաժանվել էին 50%-ը մոտավորապես մարդկանց կարծում էր, որ սոցիալական ակտիվությունը քաղաքական գործիչների շատ օգտակար են եւ նրանք շատ բան են իմանում եւ նրանց համար շատ կարեւոր են տարբեր ժանրերով նրանց ելույթները, օրինակ ուղիղ միացումները, չէ՞։ Իսկ հիմա մարդիկ հոգնել են այդ բան։ Իսկ մյուս 50%-ը կարծում էր, որ դա բացարձակ ոչ մի բան չի տալիս, դա շոու է, որ մարդիկ դրանով պարզապես ուզում են իրենց սեփական ռեյտինգները բարձրացնեն հանրության մեջ։ Դա բավական ուշագրավ հետազոտություն է եւ ես հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք նման հետազոտություն նաեւ այս ընտրությունների ժամանակ անցկացնելու, եթե իհարկե կարողանանք համապատասխան հնարավորություններ ձեռք բերել։ Բայց ես կարծում եմ, որ մարդիկ ավելի շատ ու խոսում են, դժգոհում են ոչ թե ակտիվությունից եւ նյութերի շատությունից, որքան դժգոհում են հետադարձ կապի բացակայությունից եւ հետադարձ կապի բացակայությունից եւ ոչ թիրախային իրենց համար քիչ էական ոչ հանրային քիչ նշանակության հարցերով ելույթները երբ որ օրինակ վարչապետը մամուլի քարտուղարի ֆունկցիա կատարելով գրում է թե այսօր նա որտեղ է գնացել եւ ուր է արել եւ ինչ է արել եւ այլն սա քիչ հետաքրքիր է եւ սա ավելի քչացնում է մարդկանց ազդեցիկ լինելու ուրեմն հնարավորությունները ինչքան մարդ քիչ է խոսում եւ շատ է այնուհետև պարբերաբար ցույց է տալիս աշխատանքի արդյունքները, դա ավելի մեծ ազդեցություն է թողնում հանրության վրա, քան ամեն օր ինչ որ բաներ անելը։ Գիտեք, սա 18 թիվը չի, հեղափոխությունից հետո արդեն անցել է բավական մոտ 7-8 տարի եւ այն ժամանակվա ազդեցությունը, ասենք պոպուլիստական ինչ որ ելույթները հանրային տրանսպորտով աշխատանքի գնալը, հիմա էլ հեծանիվով աշխատանքի գնալու այդ ուղերձները, դրանք շատ վատ ազդեցություն են, դրանք մեծ խզվածքներ են առաջացնում մարդկանց գիտակցության մեջ եւ այն բանի մեջ, որ օրինակ մենք ունենք այսքան լրջագույն խնդիրներ, մյուս կողմից կա նման ոչ լուրջ վերաբերմունք, ասենք մեր հետ հաղորդակցվելու իմաստով։ Բացի դրանից կա նաև շատ մեծ լուրջ խնդիր, ես կարծում եմ սոցիալական ցանցերում, դա այն է, որ ցանկացած գործիչ, լինի դա հանրային որևէ մի գործիչ, ինքը միևնույն անկալվում է հանրության կողմից որպես հանրային գործիչ, այլ որպես ոչ պարզապես օրինակ Նիկոլ Փաշինյան, որը Աննա Հակոբյանի ամուսինն է, օրինակ, նա այդպես չի ընկալվում, ինչպես նաև ցանկացած ուրիշ հայտնի հանրային հայտնիություն ունեցող գործիչ, եւ հետեւաբար ասենք նրանց վարվեցողությունը վարքը սոցցանցային շատ կարեւոր է, եւ ասենք զիգզագաձև ասենք պարկեշտ եւ անպարկեշտ լեքսիկոնի օգտագործումը միանգամայն բացարձակ լավ չի խոսում այդ մարդու մասին եւ բացատրել դա նյարդերին տեղիք տալով դա բացարձակ չի նշանակում դա միայն խոսում է այն մասին որ այդ քաղաքական գործիչը պարզապես անհավասարակշիռ է եւ խոսքը այստեղ հենց ես վարչապետին չեմ միայն թիրախավորում շատ մարդկանց մասին է խոսքը նույն օրինակ իշխող ուժի եւ ընդդիմության միջև ասենք այդ ելույթները դրանք իրականում քաղաքական ներքին պայքար մղելու համար է բայց ոչ լսարանների իրականում մարդիկ ավելի կարիք ունեն շփվելու եւ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու, քան թե դիտելու թե ով ավելի կծու եւ ավելի թունդ խոսք ասեց քաղաքական ընդդիմադիրի հասցեին եւ ում մասին կարելի ասել տեսար ինչ ասեց, ինչ լավ ասեց, բայց բոլորը արդեն ժամանակները անցել են, էլի խոսքի ժամանակները իրականում մարդկանց ավելի շատ կոնկրետ գործերն են հետաքրքրում եւ կոնկրետ արդյունքները, շոշափելի արդյունքները, որոնք ամենօրյա կյանքը պետք է որ բարելավեն։ Հասարակությունը սթափվում է գնալով։ Օրինակ, երբ որ ասում են, որ
երբ որ հայտարարվում է, որ մարդկանց կենսամակարդակը շեշտակի բարձրացել է, որտեղ սրճարաններում երեկոյան շատ մարդիկ կան, դա քիչ համոզիչ է ընդհանրապես, որովհետև դրա համար պետք է բազմաթիվ հետազոտությունների արդյունքներ, որտեղ մարդը կարող է սրճարան գնալ ոչ միայն լավ կյանքից, այլ պարզապես կարող է շատ վատ տրամադրության պատճառով գնա եւ նստի եւ մի բաժակ սուրճ խմի եւ ուղակի ծրվելու համար եւ հետո հետ տրավմատիկ սինդրոմի մեջ գտնվող խորապես գտնվող հասարակության մասին այդպես միանշանակ ասել, որ այստեղ այդպիսի ծայրահեղ ցնցող եւ միջև հիմա ծանր մարսվող կորուստներից հետո մարդիկ լավ է որ հաղթահարել են եւ գնում են կամ ասենք գինու փառատոնին գինի են խմում, դա ամենևին չի նշանակում, որ այդ հարցերը լուծվել են։ Հասկանալի է։ Տիկին Բաղդասարյան, մենք տեսնում ենք, որ որքան մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում են ֆեյքերը։ Իմ համեստ Facebook-յան էջը արդեն ֆեյքերի հարձակումների է ենթարկվում, առաջ միայն ադրբեջանցիներն էին հարձակվում, հիմա տեղական ֆեյքերն են հարձակվում, եւ ես կարծում եմ սա համընդհանուր տենդենս է։ Ֆեյքերի դերակատարությունը, եթե փորձեն գնահատել այս գործընթացում նախընտրական եւ ընդհանրապես հասարակական կարծիքի ձևավորման մեջ Հայաստանում, ինչ տեղ եք տալիս դուք։ Ես այդքան մեծ նշանակություն չէի տա ֆեյքերին, ընդհանրապես ֆեյքերի ազդեցությունը եւ ֆեյքերի ուղերձները տեղ են հասնում այն ժամանակ, եթե չկա ալտերնատիվ, այսինքն այլընտրանքային հաղորդակցություն։ Ցանկացած իշխող ուժերի օղակների ճիշտ հաղորդակցության պարագայում ֆեյքերը շատ քիչ անելիք ունեն։ Հիմա շատ մոդայիկ է դարձել նաև արտաքին ազդեցությունների, բոլորը հիմա դեռ ընտրությունները չսկսած արդեն սկսել են պայքարել արտաքին տեղեկատվական ազդեցությունների դեմ, բայց այդ ազդեցությունները միշտ են եղել եւ 20 թվականի, ասենք նույն Ղարաբաղում ԼՂՀ-ում նախագահական 20 թվականի ընտրությունների ժամանակ էր եղել, մենք ունենք նման հետազոտություն, թե ինչպես է Հայաստանի մեդիան ներկայացնում Ղարաբաղում ընտրությունները եւ 21 թվականի ընտրությունների ժամանակ, բոլոր ընտրությունների ժամանակ էլ կան այդ ազդեցությունը, բայց խնդիրն այն է, որ գերլարված ներքին մթնոլորտ կա Հայաստանում, հարային ծայրահեղ բևեռացվածություն կա եւ այդ ֆեյքերն էլ հենց նրա համար են, որ ցույց տան իբրև թե ազդեցություն գործեն հասարակության մյուս խմբերի վրա, որ մենք ունենք այսպիսի համակիրների մեծ բանակ, հետեւաբար մենք ճիշտ ենք։ Այո, պատրանք են ստեղծում, պատրանք ընդհանրապես լսարանների հետ աշխատանքը եւ աշխատանքի հիմնական ազդեցությունը քաղաքական որն է, որ ցույց տա քաղաքական ընդդիմադիրին, որ ես ավելի ճիշտ եմ, ես ավելի լեգիտիմ եմ, իմ կարծիքները ավելի մեծ ընդունելություն ունեն հասարակության կողմից, հետեւաբար ես իմ դիրքերը ավելի ամուր են եւ ես եմ հաղթելու այս մրցակցության ժամանակ։ Ուրիշ հարցեր էլ կան բազմաթիվ իհարկե այս քարոզչական առանձնահատկությունների հետ կապ, թեկուզ մենք գիտենք, չէ, ասենք ցանկացած բաների ժամանակ, փողոցային ակցիաների ժամանակ լինեն դրանք հավաքներ, միտինգներ եւ այլն, տարածված է, չէ, ցույց են տալիս, վերևից նկարում են եւ ցույց են տալի, տեսեք թե ինչքան քիչ մարդ է հավաքվել, սա էլ է այդ շարքից, հասկանում եք, որ այս քաղաքական ուժի օրակարգը էական չի հանրության համար, առաստաղից վերցրած օրակարգը, մինչդեռ Հայաստանում կան բազմաթիվ կարևոր օրակարգեր, որոնք մարդկանց ամենօրյա կյանքի վրա ազդում են, մեկ եւ երկրորդն էլ գերխնդիրը դա հենց Հայաստանի անվտանգության խնդիրներն են։ Հիմա էլ օրինակ խաղաղության եւ պատերազմի թեման է բավական շահարկվում
եւ ես կարծում եմ, որ շատ հետաքրքիր է ինձ համար լինելու, ես ունեմ իմ ենթադրությունները իհարկե, թե ինչի մասին են լինելու 26 թվականի ընտրությունները, բայց մի երկու ամսից հետո էլ ավելի ճշգրիտ կլինի իմ դատողությունը։ Տիկին Բաղդասարյան, իսկ Ղարաբաղյան թեմատիկան, չէ՞ որ նա միշտ առանցքային դերակատարում է ունեցել ցանկացած նախընտրական ծրագրերում եւ ընտրություններում, հիմա իրավիճակ է փոխվել, ցավոք Ղարաբաղում հայեր չեն ապրում, բայց ես տեսնում եմ, որ կա ցանկություն այդ հարցը շահարկել, ձեր կարծիքը ինչպես։ Ես պետք է բան անեմ, ձեր համոզմունքը մի քիչ չէ, հիմնավոր կասկածի ունեմ, որովհետև Ղարաբաղյան հակամարտությունը երբեք ընտրությունների ժամանակ թիվ 1 թեման չի եղել։ Չեմ ասում թիվ 1, ասում շահարկվել է։ Այո, շահարկվել է, բայց ես ասեմ, որ օրինակ նույնիսկ ԿՊ-ի 21 թվի ծրագրում է եղել։ Այո, ես նախ ասեմ, որ 18 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանության է եկել ոչ Ղարաբաղյան թեմատիկայով, բացարձակ ուրիշ խնդիրների, ուրիշ օրակարգերով։ Ղարաբաղյան հակամարտության թեման Նիկոլ Փաշինյանի որպես նույնիսկ падգամավորության տեխնացուի այն ժամանակ, երբ որ նա բաներ պայքարում էր 17 թվականին падգամավոր դա էլ չի եղել Ղարաբաղյան, նույնիսկ այն ժամանակ, երբ որ դա 17 թվականն էր, 16 թվականի քարոզիա պատերազմից 1 տարի հետո տեղի ունեցավ, միևնույն է նրա գլխավոր թեման չի եղել։ Բավականացած է։ Այո, եւ 18 թվականին, 21 թվականին ոնց է դա կոչվում, արտահերթ խորհրդարան ընտրությունների ժամանակ նոր Ղարաբաղյան թեման դարձավ շատ կարևոր թեմա եւ օրինակ 18 թվականի ընտրությունների ժամանակ հակամարտության թեման 4-րդ տեղում էր, ես հատուկ դուրս եմ գրել ես վիճակագրությունը մեր բաներից, տվյալներից, 21 թվականին սա արդեն 42% կազմեց բոլոր արծարծված ուրեմն թեմաների, պատկերացնում եք 42%-ը։ Ես կարծում եմ, որ առաջիկա ընտրությունների ժամանակ Ղարաբաղյան հակամարտության թեման փոխակերպվելու է հայ-ադրբեջանական կարգավորման թեմայի եւ սրա հետ սերտորեն կապված արևմտամետ, ռուսամետ այդ ջրբաժանով, որը որ շատ արհեստական է իմ տեսանկյունից, եւ ես կարծում եմ, որ տեսեք միևնույնն է ասացի, թե ինչի մասին եմ, ինչ եմ կարծում, այս ընտրությունները ես կարծում եմ առաջիկա լինելու է, այո, հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի, հետևաբար նաև խաղաղության եւ պատերազմի կողմնակիցների եւ ոչ կողմնակիցների իբրև թե միջև պայքար, այսինքն պատերազմի կողմնակիցների եւ խաղաղության կողմնակիցների, թեև ես չեմ պատկերացնում Հայաստանում, որ կա մի ուժ, որը շատ լավ պատկերացնում է Հայաստանի այսօրվա ռեսուրսները եւ որը այդպես ակնհայտորեն կարող է խոսել հօգուտ պատերազմի, նման ուժ չկա եւ նման պնդումները մանիպուլատիվ են, ես կարծում եմ, դա ուղղակի ընտրողներին իրենց կողմը շեղելու ամենակոպիտ եւ ոչ խորը մտածված դիսկուրսներից մեկն է։ Սպասենք ձեր նոր հետազոտություններին եւ ուսումնասիրություններին, Տիկին Բաղդասարյան, հուսով եմ դուք մեր եթերում այն նրանք կներկայացնեք, շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Ռեգիոն գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը, իսկ մենք քիչ անց կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։